Եթերում ազատ լուրերն է, բարև ձեզ, ես Անի Ստեփանյանն եմ, կարևորի մասին նախամարոտ։ Աստանայում կայացել է ԵԱՏՄ 5-րդ ֆորումը, որին Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ընդլայնված կազմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Նա Սամվել Կարապետյանին համեմատել է վրացի միլիարդատեր Իվանիշվիլիի հետ եւ հայ ժողովրդին խորհուրդ տվել չկրկնել Վրաստանի սխալը։ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին։ Լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա անդրադարձել է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազային գործունեությանը։ Տվյալներ են ստացվել, որ ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք։ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել։ Լոս Անջելեսում հայ ընտանիքի անդամներին մահացած են հայտնաբերել։ Տանը կրակոցների մասին հաղորդումից հետո հայտնաբերվել են տղամարդու, կնոջ եւ 2 երեխաների, այդ թվում նորածնի մարմիններ։ Նոր մանրամասներ են հաղորդվել տեղի ունեցած հնարավոր սպանության ինքնասպանության զոհերի մասին։ Աստանայում կայացել է ԵԱՏՄ 5-րդ ֆորումը, որին Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ընդլայնված կազմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին։ Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի հավատարմությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ գործակցությանը իշահ մեր երկրների եւ ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական զարգացման կայունության ապահովմանը։ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել միության աշխատանքներին փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության եւ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա, ասել է Գրիգորյանը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին, նշելով, որ քարոզարշավով պայմանավորված գտնվում է արձակուրդում։ Իդեպ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում եւ հայտարարություն ընդունել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով ԵԱՏՄ-ն 4 երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Ուշակովը հայտարարության բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել, միայն նշել է, որ փաստաթուղթը կուղարկվի Երևան։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի հացահատիկի եւ պարարտանյութերի եւս մեկ խմբականակ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների վաղը 4 վագոն հացահատիկ եւ 4 վագոն պարարտանյութ կուղարկվի Հայաստան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ 126 տոննա միզանյութով բռնված 2 վագոն եւ 67 տոննա ալյուրով 1 վագոն ուղարկվել են Բիլաջարի երկաթուղային կայարանից։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Նա Սամվել Կարապետյանին համեմատել է վրացի միլիարդատեր Իվանիշվիլիի հետ եւ հայ ժողովրդին խորհուրդ տվել չկրկնել Վրաստանի սխալը։ Սիրելի հայ հարևաններ, մի կրկնեք Վրաստանի սխալը, որքան էլ քննադատաբար վերաբերվեք գործող կառավարությանը։ Այժմ, երբ ձեզ աջակցում են եւ Եվրոպան եւ Ամերիկան, մի կորցրեք այս հնարավորությունը եւ մի մեկուսացրեք ձեզ աշխարհից։ Ինչպես ցույց է տալիս Վրաստանի շատ տխուր նախադեպը, օլիգարխի օգտին եւ Փաշինյանի դեմ քվեարկելը բացարձակապես ինքնասպանություն կլինի եւ ես հույսս դնում եմ ձեր մեծ ազգի իմաստության վրա, որ դուք երբեք նման քայլ չեք անի։ Կեցե Հայաստանը, գրել է Սաակաշվիլին։ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա նշել է, թե ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պետք է ընդգրկի կոնկրետ ոլորտներ եւ յուրաքանչյուրը պետք է բավարար չափով մշակված լինի, ինչը դեռևս արված չէ։ Նա նաեւ անդրադարձել է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազային գործունեությանը, նշելով, թե այն ապահովում է Հայաստանի անվտանգությունը եւ դրա փակման համար որևէ նախապայման չկա։
Քվեաթերթիկի 19-րդ համարով ընտրություններին մասնակցող Լուսավոր Հայաստան կուսակցությունը շարունակել է նախընտրական քարոզարշավը Սյունիքում։ Կապանում Մարուքյանը ներկայացրել է ԼՀԿ-ի հիմնական ուղերձները, բացարձակ իշխանության բացառումը, արտաքին քաղաքական հավասարակշռությունը, Սյունիքի անվտանգության հարցերը, ԱԱԾ մեկուսարանի փակման և գյուղատնտեսության խնդիրների լուծման անհրաժեշտությունը։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը քարոզարշավի հերթական հանդիպումներն անցկացրել է Սյունիքում։ Էդմոն Մարուքյանը նշել է, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 19-րդ համարով և հանդես է գալիս բազմաուժ խորհրդարան ձևավորելու օրակարգով։ Կուսակցությունում ընդգծում են, իրենց նպատակն է թույլ չտալ, որ որևէ քաղաքական ուժ խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն։ Մարուքյանի խոսքով իշխանությունը պետք է փոխվի, սակայն երկիրը չպետք է գնա մեկ ուժի միաձայն կառավարման ճանապարհով։ Մեր ձենը չենք տալու ոչ մեկին, իրանց թվարկած մարդկանցից, անունները չտալ, չենք տալու Նիկոլ Փաշինյանին, չենք տալու Ուժեղ Հայաստանին, Սամվել Կարապետյան, չենք տալու Ռոբերտ Քոչարյանին, չենք տալու, մենք ուզում ենք, որ անցած ուժերը կոմպրոմիսային լուծման գան եւ կոմպրոմիսային վարչապետ ընտրեն եւ չենք ուզում, որ որևէ մեկը ունենա բացարձակ իշխանություն։ Ով էլ որ կլինի, առաջին տեղում, երկրորդ տեղում, երրորդ տեղում, մենք չենք ուզում, որ բացարձակ իշխանություն լինի։ Մենք ուզում ենք իշխանությունը փոխվի, բայց չենք ուզում իշխանության գա բացարձակ իշխանություն, հետեւաբար մենք գարանտն ենք լինելու բացարձակ իշխանության բացառման։ Քարոզարշավի ընթացքում Լուսավոր Հայաստան կուսակցությունը խոսել է նաև ազգային անվտանգության ծառայության մեկուսարանի փակման, քաղբանտարկյալների բացառման եւ քրեակատարողական համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին։ Լուսավոր Հայաստանում նշում են, որ Սյունիքում հանդիպումներ են ունեցել Ագարակում, Մեղրիում, Կապանում, Գորիսում եւ Խնձորեսկում, ներկայացնելով նաեւ գյուղնախարարության վերականգնման եւ գյուղմթերք արտադրողների խնդիրների լուծման իրենց առաջարկները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Քվեաթերթիկի 15-րդ համարով ընտրություններին մասնակցող Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը շարունակում է ներկայացնել նախընտրական ծրագրի դրույթները։ Դոկի ծրագրում առանձնացվում են Արցախի ու արցախահայության վերադարձի, հզոր բանակի, պետական վերակառուցման և կուսակցության աշխատանքներին վստահված անձանց ներգրավելու հարցերը։ Վարդան Ղուկասյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է, սակայն կուսակցությունը շարունակում է նրան ներկայացնել որպես իր քաղաքական առաջնորդ։ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը նախընտրական ծրագրում անդրադարձել է Արցախի եւ արցախահայության հիմնախնդրին։ Կուսակցության հայտարարության համաձայն Արցախցին փախստական կամ հյուր չէ, այլ հայ ժողովրդի արժանապատվության եւ պատմական հիշողության կրողը։ Դոկ առաջնորդ Վարդան Ղուկասյանն Արցախի թեմայից հետո անդրադարձել է նաեւ Արման Թաթոյանի գլխավորած միասնության թևեր կուսակցությանը։ Ղուկասյանը հարցեր է ուղղել Թաթոյանին բանակում ծառայության, Արցախի հարցի, արցախցիների վերադարձի, Ադրբեջանի հետ հարաբերությունների եւ նախկին ու գործող իշխանությունների պատասխանատվության վերաբերյալ։ Թաթոյանը դա նույն Սերժ Սարգսյանն է, Սերժ Սարգսյանի ժառանգն է հանեկցել է Սերժը Բնմեյդան։ Okay, դիք մեկ, երկրորդը։ Ընկեր Թաթոյան, դուք բանակում ծառայել եք թե ոչ։ Պատասխան բնականաբար ոչ։ Եթե ոչ, ինչի՞ չեք ծառայել։ Հիվանդ եք եղել, չգիտեմ, սեռական խնդիր եք ունեցել։ Ի՞նչն է եղել պատճառը, որ տես բոյո, բուսաթով, սիրուն սիմպաթիչնի, գյադեն, բանակ չի գնացել։ Դիք երկուս, երրորդը։ Պարոն Թաթոյան, դուք Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ տենում եք թե ոչ որպես ապակա երկրի վարչապետ կամ ավելի պարզ, Արցախի թեմա փակվածած էր մոտ, թե ոչ, Արցախը հետ բերում ես, թե չէ։ Ղուկասյանը նաև պնդել է, որ ընտրողը պետք է նախ պարզ պատասխաններ ստանա, արդյոք տվյալ քաղաքական ուժը պատրաստ է Արցախի հարցը բաց պահել, խոսել արցախցիների վերադարձի եւ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պահանջների մասին։ Ոչ մի օլիգարխ, ոչ մի ռոբասերժականներ, ոչ մի Ցևանյան ու Մեվանյաններ, ոչ մի Թաթոյան ու Մաթոնյաններ, կլաուներ ու մլոուներ ձեր ձեռից թուշ անողը չեն։ Այս երկրի մասին մտածողը չեն։ Նայեն են տաշիրը, բանը շոուի արը, այդ շոուին գնաց է բարում են, ուրախանում են, մեկը չկասի, ինչի վրա եք ուրախանում։ Դոկն ընտրություններին մասնակցում է 15-րդ համարով հանուն հզոր բանակի ուղերձով։ Կուսակցությունում հայտնում են, որ իրենց ծրագրի առանցքում են Արցախի հարցը, բանակի հզորացումը, պետական կարգապահությունը եւ արժանապատիվ Հայաստանի կառուցումը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Քվեաթերթիկի 4-րդ համարի ներքո ընտրություններին մասնակցող Հայաստանի շնորհապետական կուսակցությունը հանրապետության օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Գուրգեն Սիմոնյանի գլխավորած քաղաքական ուժը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի հերոսամարտի նահատակների հիշատակին։
Հայաստանի շնորհապետական կուսակցության անդամները Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ այցելել են Սարդարապատի հուշահամալիր, Հանրապետության օրվա առիթով հարգանքի տուրք մատուցելու Սարդարապատի հերոսամարտում ընկածների հիշատակին։ Գուրգեն Սիմոնյանը հայտարարել է, որ կուսակցությունը քաղաքական գործընթացում ներկայանում է որպես մաքուր այլընտրանք եւ չի պատրաստվում միանալ ոչ նախկիններին, ոչ գործող իշխանությանը, ոչ նրանց սպասարկող քաղաքական ուժերին։ Ես ուզում եմ զեկուցել բոլորիդ, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը որպես այլընտրանք տրամադրված է ձեզ։ Ես իմ խոսքը պահեցի։ Սիրելի ժողովուրդ, ես ձեզ համար տվեցի մաքուր այլընտրանք, չափականված մարդկանցով եւ չափականված անցյալով։ Սիմոնյանի խոսքով կուսակցությունը պատրաստ է ընտրությունների տարբեր սցենարների, թե խորհրդարան անցնելու, թե արտախորհրդարանական պայքարը շարունակելու, թե հաղթանակի դեպքում իշխանություն ձևավորելու։ Նա ընդգծել է, որ իրենց քաղաքական ճանապարհը ոչ թե կարճաժամկետ պայքարն է, այլ երկարաժամկետ մարաթոն։ Մարտնչելու ենք միջև վերջին կաթիլը։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մենք բավականաչափ լավ արդյունքներ ունենք, եւ այս առումով վստահ եղեք, որ շնորհապետական կուսակցությունը իր մարտը տանել է։ Շնորհապետական կուսակցությունում նշում են, որ իրենց նպատակն է հայ ժողովրդի համար ձևավորել անկախ քաղաքական հնարան, ուժեղ ժողովրդավարական եւ բարեկեցիկ Հայաստանի օրակարգով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Տվյալներ են ստացվել, որ ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք։ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք։ Դիշով կեկից այսօր փող ուզի չտևի։ Բարի լույս, մենք համեն գել է բերանդ որ դու ձեն ես հավատում։ Որս արավ, ես սպարելու կարիք ունեմ, 5 միլիոնը տողել եմ։ Եվ միլիոնը քեզի տվել եմ ուզում ես որ ես տամ Անդրեյ, դե բերտուս։ Բերմոնտը հավասար փող դու մարդիկ բաժնում են։ Սամվել Ղարաբեջյանը կոնկրետ փող է բաժնում։ Ես անքեզից մենան դուքիս իրար հարադարից փող չբերեցի, դավայ դասվիդանյա։ Մուզիկաներն է, սերը մարդուրս հաշվում, մուզիկան միլիոնը փող։ Դա կաշկադի մա։ Մենք գնա կզարգենք։ Օրամանցա вообще нам հենդոկ աստաբոտ։ Զանգը ծախվերում դրից։ Դա ավտոկան, ծավ լավ ախպրեսը դերք։ Դա ամստան գաղթը։ Կեցած տվասը ախպրես դավետն ջոբը։ Գնա վիզի շկար բարեգամունի սահին կդե ջրի։ Քով կուրա քեզի փողը դու քեզի փողան Շտարեցին ես իրաք ձեն չեմ տապիչես պես մդազում դիվում է կարաճը դու սեցի ձեն չկնիշ չեմ տա Մամաս փողի սովու քեզ բարամուսիսի Փող տվեք որ մենք է շարժում մենք է հարցերում ենք ձեզ է օգուտ տա Ցին իժգուլու նագեք դեղքսը կեշտաս կբերցնես Արիո տանասուն Հա, вообще-то մեգի երկուսի կողմեն է տալու վախտերները, սաղ տեղերը տպես է։ Ատրանով ստանցից կարանա մերում իդան բերդում Вообще-то ասած Չի երում Իրեք վարանդով աշխատում են, իրեք օգուր է տեսնի որես մի կարանա բերած Նույն թեմայով, բայց իրեք տարբեր մարդկանց է Բայց վալի չես է, որ իրեք տարբեր մարդկանց է տանից Պետք շորդ փող ես թրաշվես է դու մի հատ թրաշ տնես է դու դեղանաս Թրաշ տամ նարամ ոմա թրաշի работիշտ Սեր դոդը պեսան փողը դուդա Պամպը բազան է սի Տասոկով է լակ չանացի քանի 150,000 փող դինացի սինարկան Ավտոներ իրանք իրել է Տարավուջան մեմեկը տյավապ կեցրի կար խեմող սաստավը բազարի Մեր շիշարավ առախեմին հաշպատ Տարա հինգարը պեկայնան առա ետ Ոնե դեղնի
Просто տաշինը լավի է։ Լավ որպես տղեկ որ չեք ասում տաշին։ Ինչը լավ կեղնի։ Լավ կեղնի, հա, բայց ում մար։ Դո լավ որպես ընկեր։ Հենց հարցը։ Փողերը որ բաժնում ա ում ջանից պետք է հանե դու։ Իմ քու իմ երեխի։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։ Լոս Անջելեսում հայ ընտանիքի անդամներին մահացած են հայտնաբերել տանը կրակոցների մասին հաղորդումից հետո հայտնաբերվել են տղամարդու կնոջ և 2 երեխաների, այդ թվում նորասնի մարմիններ։ Նոր մանրամասներ են հաղորդվել Նորթ Հիլզ թաղամասում տեղի ունեցած հնարավոր սպանության ինքնասպանության զոհերի մասին։ Դատաբժշկական փորձագետը նույնականացրել է 31-ամյա Խաժակ Բասմաջյանին, ընտանիքի հորն ու ամուսնում, երեխաներից մեկը 2 տարեկան տղա է, իսկ մյուսը 6 օրական նորածին աղջիկ։ 30-ամյա մայրը, որը ըստ քննիչների հենց կրակողն է եղել, նույնպես մահացած է հայտնաբերվել։ Անհասկանալի է, թե ինչն է հանգեցրել ողբերգությանը։ Ըստ քննիչների մայրը կրակել և սպանել է 2 երեխաներին, ապա նրանց հորը։ Հարևանուհիներից մեկը նշել է, որ երբեք չի տեսել ընտանիքին կռվելիս և չի նկատել որևէ նախազգուշական կամ խնդիր։ Մեկ այլ հարևանի խոսքով մայրը հնարավոր է հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել, գուցե հետծննդաբերական դեպրեսիա, սակայն պաշտոնյաները դա չեն հաստատել։ Վոլգոգրադին հասցված ուկրաինական հարվածներից գիշերը 1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել, հայտնել է Վոլգոգրադի մարզի նահանգապետը, նշելով, որ քիմիական գործարանում և էներգետիկ ենթակառուցվածքներում բռնկված հրդեհները մեկուսացվել են։ Ռուսաստանի Յարոսլավլի մարզի նույնպես հարձակման է ենթարկվել, ուկրաինական անօդաչուի հարվածը վառելիքի պահեստի բռնկման պատճառ է դարձել, հրդեհաշիժման աշխատանքները դեռ շարունակվում են։ Գիշերը ռուսական զինուժը ընդհանուր 208 ԱԹՍ է խոցել, որոնցից ավելի քան 80-ը Դոնի Ռոստով միջազգային միսնորությունները տեսաշարով։ Ուկրաինայի դեմ ռուսական հերթական անօդաչու հարձակման ընթացքում դրոններից մեկը մտել է Ռումինիայի օդային տարածքը և հարվածել Գալաց քաղաքում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքին։ Միջադեպը հաստատել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։ Ռումինիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով շենքի վերին հարկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 2 մարդ վիրավորվել է։ Հրշեջներին հաջողվել է մարել կրակը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերը ռուսական դրոնների հարձակման հիմնական թիրախներից մեկը եղել է Օդեսայի մարզը, որը սահմանակից է Ռումինիային։ Blue Origin ընկերության անօդաչու New Glenn հրթիռը պայթել է Ֆլորիդա նահանգի տիեզերակայանում իրականացվող փորձարկման ընթացքում, լուրջ հարված հասցնելով ընկերության ծրագրերին։ Հրթիռը պատրաստվում էր իր 4-րդ թռիչքին, որի ընթացքում պետք է ցածր երկնային ուղեծիր դուրս բերեր 48 արբանյակ Ամազոնի լայնաշերտ ինտերնետային ցանցի ծրագրի շրջանակում։ Դեպքի պահին արբանյակները դեռևս տեղադրված չէին հրթիռի վրա։ New Glenn-ը կարևոր դեր ունի նաև NASA-ի լուսային ծրագրերում, նախատեսված լինելով բեռներ և սարքավորումներ տեղափոխելու համար։ Քենիայի Գիլգիլ քաղաքում գտնվող Ուտումիսի կանանց ակադեմիայի գիշերօթիկ դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 16 աշակերտ։ Տասնյակ աշակերտներ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Նրանցից 71-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ 7-ը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ, սակայն հրդեհի պատճառները դեռևս չեն պարզվել և դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել է իր վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածի տարածքի 70%-ը։ Այս մասին նա հայտարարել է Էյմպրատ առաջնորդության ակադեմիայի կազմակերպած համաժողովում։ Այս պահին մենք լիովին վերահսկում ենք Գազայի հատվածի տարածքի 60%-ը և իմ հրահանգն է հասնել 70%-ի, ասել է Իսրայելի վարչապետը։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ազգային միասնության և հասարակական համախմբվածության պահպանումը Իրանի գլխավոր առաջնահերթություններից է և ներքին տարաձայնությունները չպետք է վերածվեն պառակտման։ Խամենեիի խոսքով, նույնիսկ օրինական տարաձայնությունները չպետք է վերածվեն բացահայտ հակամարտության, իսկ հասարակությունը պետք է խոսքով և գործով ցուցադրի իր միասնությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար շահավետ համաձայնություն չկնքվի Իրանի հետ, դա կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ իրանցիները շատ լավ բանակցողներ են, սակայն իր գնահատմամբ Վաշինգտոնն ունի բոլոր առավելությունները։ Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ամերիկացի և իրանցի բանակցողները պատրաստել են փոխըմբռնման հուշագիր նախագիծ հակամարտության ավարտի և միջուկային բանակցությունների մեկնարկի
վերաբերյալ, սակայն ըստ հրապարակման Թրամփը դեռ չի հաստատել այդ փաստաթուղթը, մինչդեռ իրանական լրատվամիջոցները հերքել են նաև այդ տեղեկությունը։ Այս շամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։